Ողջույն Հայր ջան, ես կցանկանայի խոսել այսօր մեր հերոսամարտիկներից, Արցախյան առաջին պատերազմի հերոսներից մեկի մասին, ով հավերժացել է հոկտեմբերի 21-ին, Արտուր Անդրանյան, ծնվել է մայիսի 16-ին 1957 թվական, տաղված է Ստեփանակերտում, Մսմնա Մարտունու շրջան, հայ ազատամարտիկ է նա եղել, Արցախյան ազատամարտի մասնակից, ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը, զինվորական պարտադիր ծառայություն անցել է Թբիլիսիում, այնուհետև Երևանում, զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կոնդենսատորների գործարանում, Արցախյան գոյապայքարի ազատամարտիկ էր, կամավորագրվել է ԻՄՊՈ-ի հրետանային ստորաբաժանումներից մեկին, որի կապի պետն էր, այնուհետև տեղափոխվել է հակաօդային պաշտպանության զորամաս, մասնակցել է մի շարք մարտերի, մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 21-ին, ավելի ճիշտ չի մահացել, հավերժացել է, իմ համար բոլոր հերոսները հավերժանում են և բոլորիս համար էլ այդպես պետք է լինի, մեր հերոսները հավերժանում են, ոչ թե մահանում, իրենց սխրանքի համար, հետմահուն նա պարգևատրվել է արիության համար մեդալով, ամուսնացած էր, ուներ 2 երեխա, հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը և մի բան էլ կցանկանայի ասել մեզ բոլոր հայերիս, նախ և առաջ մենք պետք է սկսենք հարգել մեր բոլոր հերոսներին և հավերժացած և ողջ առողջ, ովքեր ապրում են և զրկանքներ են կրում մինչև այժմ էլ, իրենց էլ պետք է հարգենք այդ ցույցերի ժամանակ, իրենց նկարներն էլ պետք է ցույց տանք, որ իրենք էլ ազատության մեջ լինեն մեր համար, որպեսզի կարողանանք այդպիսի հերոսների հետ միասին առաջ քայլել և դեպի ապագա շարժվել, այսքանը, շնորհակալություն դիտելու համար, միշտ նոր հետաքրքիր նյութեր։ Ողջույն Հայր ջան, ես կցանկանայի խոսել այսօր մեր հերոսամարտիկներից, Արցախյան առաջին